Կոտայքի մարզում բացահայտվել է ծանր հանցագործության նախապատրաստություն, որը կարող էր ավարտվել հերթական սպանությամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկինում երկու կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որը ավարտվել է դանակահարությամբ, 35-ամյա տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել եւ այդ նպատակով իր ընկերոջը դրդել է գնալ սպանության։ Կոտայքի մարզային վարչության քրեական ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև ծագած եւ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա տղամարդուն, որի հիման վրա Աբովյանի քննչական բաժնում պատշաճ հաղորդում է ներկայացվել եւ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդու ընկերը 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստանի Հանրապետություն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել եւ իր մշտական բնակության վայրում պահել ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ եւ նռնակներ։ 28-ամյա ընկերն, ով վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, միանգամից անցնում է սպանության նախապատրաստական աշխատանքներին։ Նա վարձակալել էր տուն հենց զոհի տան հարևանությամբ։ Մի քանի օր շարունակ հետևել զոհին, լուսանկարել, ուսումնասիրել նրա տեղաշարժը, մուտքերն ու ելքերը։ Բայց մի օր զոհը նկատել էր իրեն հետապնդողին եւ ընկերների հետ ծեծի ենթարկել, վերջինիս վտարելով այդ տարածքից։ Նախաքննության ընթացքում իրավապահներին հաջողվում է հայտնաբերել բոլոր ապացույցները, որոնք վկայում էին երիտասարդի հանցավոր մտադրության մասին։ Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 28-ամյա երիտասարդը ընկերոջ դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է 33 տարեկան անձի սպանության ուղղված նախապատրաստական գործողություններ, մասնավորապես նրա բնակության վայրին հարակից տարածքում վարձակալել է առանձնատուն, որտեղ բնակվելու ժամանակահատվածում հետևել է 33-ամյա տղամարդու շարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն նա հայտնաբերել է այդ անձի գործողությունները եւ ընկերների հետ միասին ծեծի ենթարկել նրան։ Չսաստվելով կատարվածից խմբի անդամները շարունակել են իրենց մոտ խնամքով պահել ապօրինի զենքերը եւ սպասել հարմար պահի հանցավոր նպատակը իրագործելու համար։ Սակայն իրավապահների պրոֆեսիոնալ եւ արագ արձագանքի շնորհիվ սպանությունը հաջողվել է կանխել։ Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նշված անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել նշված զենքերը, զինամթերքները եւ ռազմամթերքները 33-ամյա տղամարդուն սպանելու առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն իրագործել, քանի որ Կոտայքի մարզային վարչության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, նշված անձինք ձերբակալվել են։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեց հանցավոր խմբի զինանոցը։ Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նշված զենքերը, զինամթերքները եւ ռազմամթերքները եւ 35-ամյա տղամարդու դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է նրա մարմնին առկա սուր կտրող ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքը, որի վաղումությունը համընկել է վերնշված վիճաբանության ժամանակահատվածին։ Նախաքննությամբ ձեռբերված բավարար ապացույցների համակցությամբ, պատվերով սպանության նախապատրաստության հատկանիշներով քրեական օրենսգրքի 43-155 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ խմբի կազմում ապօրինի զենքի, զինամթերքի եւ ռազմամթերքի շրջանառության հատկանիշներով քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28-ամյա երիտասարդի նկատմամբ եւ խափամիջոց է ընտրվել կալանքը։ Բացի այդ, 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության նախապատրաստության դրդելու հատկանիշներով քրեական օրենսգրքի 46, 43, 155 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ խմբի կազմում ապօրինի
զենքի, զինամթերքի եւ ռազմամթերքի շրջանառության հատկանիշներով քրեական օրենս գրքի 335 հոդվածի երկրորդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ կրկին խափամիջոց են տրվել կալանքը։ Այս պատմությունը կարող էր ավարտվել հերթական կրակոցով, եւս մեկ կրակոց, եւս մեկ ժապավեն եւ եւս մեկ ընտանիք վշտի մեջ, բայց այս անգամ ամեն ինչ կանգ առավ վերջին վայրկյանին եւ միմիայն իրավապահների արագ արձագանքի շնորհիվ։